Աբովյան քաղաքի այս հրաշք ստադիոնում այսօր նոան կանցկացնի իր հերթական հանդիպումը այս պայմաններում խաղալուն եւ հետաքրքիր է որ մրցակցի գլխավոր մարզիչը խաղից առաջ ասել էր որ այնպես չէ որ նրանք չգիտեն ինչ է նշանակում քամու ուղեկցությամբ խաղալը իրականում կան բավականին քամոտ շրջաններ այսպես Շվեյցարիայում երկրպագուների ճակերտներում ճնշումը եւ Մագել իրենց թիմին այս ֆանտաստիկ հրավառությամբ կարելի ասել իսկ այս տարի սկսեց Բատեի դիմակայությամբ կա հանդիպան մեկնարկը եւ հաղթեց 5-1 հաշվով մրցակցի 1-1 տանը 4-0 եւ հեշտությամբ իրականում Ռոսիոնը նվաճեց Սախեզեր Յակոլիշ բարձրացրեց գնդակը եւ դարպասապահ մի փոքր անվստահ ցած բայց հեռացրեց Օշիմա այնտեղ եւ 2023 թվականից Սիոնի գլխավոր մարզչի պարտականություններն է դարձյալ կատարում Սանգարեն փոխանցեց Մանվելյանին դարձյալ Յակոլիշն է Զախիեզում ստացել գնդակը բարձրացրեց Յակոլիշը եւ 11 մետրանոց դրեց մրցավարը Լազետիչին կարծեք թե թույլ չտվեցին խաղի մեջ մնալ ոչ Դեր Ֆերերայի այդ պայքարում կար խախտում Ուկասուլիչը Ուկա արվածը եւ գոլ Դեր Ֆերերան հանդիպման մեկնարկում 5-րդ րոպեին առաջ է մղում Նոային հրաշալի սկիզբ այս դիմակայության համար ամենայն դեպս մեզ համար եւ Էլդերը հրաշալի արված կատարեց, մրցակցի դարպասապային ոչ մի հնարավորություն չտվեց և հաշիվը բացված է 1-0 Սա շատ հետաքրքիր խաղ է խոստանում մեզ Եվա, կրկնապատկերը կտեսնեք հանգիստ առանց հուզմունքի կենտրոնով բարձից ոչ մի շանս իրոք Ռաչոպի համար և Սիոնի դարպասապահ ստիպված է գնդական սեփական դարպասից մինչև չեմպիոնական խմբի պայքարի մեկնարկը 14 միավորի արկությունում անկախ նրանից թե ով ունի ֆավորիտի կարգավիճակ վտանգավոր է եւ սխալվեց դարպասի ներկայացուցիչները այնպես որ նոան եւս այսօր բավական մեծ գրո է կազմակերպում Սիոնը սյուրդեստ է գնդակով Զախիեզրում փոխանցում Տուգանային հրապարակ եւ Նալի Բոտելին գրավում է դարպաս 1-1 շատ արագ Սիոնը կարողանում է հավասարեցնել հաշիվը Ափսոս արագ գրող բաց թողեց բավականին մեծ ապակ ճիշտ է չեն խաղաց նրանց հետ բայց նույն համակարգում եղել են բարձրից փոխանցում եւ Ֆիգեյրը միգուցե հերթական անգամ վարձավճարով ինչ որտեղ հերրը Ֆայլուն Սանգարե լավ փոխանցում է Լազետիչ Չո այսքան անոք Վարդսումյան Սանգարե մեկապումով գերազանց է գործում վիրակապով խաղացող Գուստավո Սանգարեն փոխանցում աչ Ֆերերա բարձրից փոխանցում եւ Բայց գնահատեք Գուստավո Սանգարեի խաղը Ինչպես անցավ եզրում մրցակցին և Ֆիգեյրան տոնում է այս հաջողությունը Թիմակիցներից անկախ բայց թիմային հաջողություն է սա և մենք դարձյալ հաշվի մեջ առաջ ենք անցնում Էլդերն էլ հրաշալի փոխանցում կատարեց դրեց գնդակը թիմակցի գլխին և Գոր Մանվելյանի արվածից հետո գնդակը դարպասածողից անդրադառնալով հայտնվեց ցանցում Խնդրեմ կրկնապատկերը, բայց մինչև այդ ինչ էր արել Սանգարեն, Էլդերի փոխանցումը Մանվելյանը ինչ բարդ հարված կատարեց իրականում թվում է հեշտ հարված էր, բայց տեսեք խոտածածկից անդրադարձով եւ դարպասապահ Ռաչոպին գնդակը Կազին նահանջել էր փոխանցում ձախ եւ դարձյալ ջերմությունը միայն խաղից առաջ կամ հետո փոխանցում նորից վտանգավոր է եւ Սայնտինին փակեց հարվածի ճանապարհը եւս մեկ հարված ու նորից Սայնտինի տեսեք դարձ
շուտ սատկեց Սանգարը, դարձյալ Լազետիչ, Սյորդես հետ այքարեց և Համբարձումյան նորից գրոյի անցնում նոան ու սադեղին է ու կհեռացվի հեվտին խաղադաշտից 10 հոգով է մնում Սիոնը երկրորդ դեղին կարտը և 26-րդ րոպեին Սիոնը մնում է 10 ֆուտբոլիստով և այս դեղին կարտը մրցակցի համար վաստակեց Հովանես Համբարձումյանը Ավակը կրկնապատկերը իարկ, չի մասին է խոսք Մրցավարը ժվել Համբարձումյանը Երկրորդ դեղին ապահովեց Էվթի համար Լազետիչ Աչնիս այդ Սանգարն է ձախից Մանվելյանը Դարպասապայի դեմ հիմա դարձյալ վտանգավոր գրոյ կազմակերպել Սիոնը, Բոտելի, Օխանցում, Բատատա միացրեց Մարկինյոսին և հեռացնում է Ֆիգերան գնդակը Հրիկ Բոակե գնդակ թողարկում է դեպի Ֆերերան դեպի Լազետիչը ոչ շատ ուժեղ էր, բայց իր այն խաղացողներով, որոնք կային և նախորդ մրցաշրջանում հիմա Բոտելին է Շարժվում առաջ չկար, վերջի պայն սայթակեց, այստեղ էլ Օշիմա սայթաշին Աչեզրով գրոյ զարգացնում, փոխանցում, դու գնային հրապարակ Բոակե, ուշադիր է պետք լինել, լավ է որ մրցակց Մանվելյան, հարված և պատին դիպավ գնդակ, չկարողացավ, բարձրաստեղ Մանվելյանը շարունակվում է Ֆերերա Սանգարեն է հարվածում և իշլավ էր պտտեցրել գնդակը Լազետիչ, բայց կա խաղից դուրս վիճակ Թույլ տվեց մրցավարը խաղալ, որովհետև կարծում եմ ասել ֆուտբոլիստ, որովհետև այնպես չէ, որ միայն ֆուտբոլիստ է Հովանես Համբարձումյանը Նիվոկազին արձակման գրակագծում է Պավլովիչ տեսավ Լազետիչին Լազետիչ և Շուարև Պավլովիչը միջև վերջ պայքարում է, բայց փոխանցում հետևեց ամեն դեպքում Մանվելյան փոխանցում ձախ Յակոլիշ բարձրացրեց գնդակը և Ֆերերան 17 համարների պայքարն էր և Սյոնի գրոհը շարունակվում է Բախարցից փոխանցում շատ վտանգավոր է և գնդակը հայտնում է դարպաս Այսպես Սիոնը հավասարեց հանդիպման հաշիվը ոչինչ չէր հուշում, որ Սիոնը կարող է տպել երկրորդ պատասխան գոլը և Իլյաս Շուարեֆը հավասարեցնում է հաշիվը Ախնդրեմ, Բոտելին ախտեց երկրորդ հարկում դարձավ փաստացի նաև գոլային փոխանցման հեղինակ տեսեք այստեղ խանցում տուգանային հրապարակ և 4-3-3-ը պահպանվում է ոստակեն ձախ Արողության դեպքում հենց դա գնա Արակակագրոյին ստրավությամբ գնդակ ուղարկելու Մանվելյան, Պավլովիչ մեկը պումով դեպի Կոստակեն Փոխանցում և ձերքով խաղ չկար մրցավարն ասում է ոչ բայց կրկնապատկերը պետք Յակոլիշի հարվածից հետո Ցակիցը հանեց գնդակը, բայց արդյոք խաղի կանոնների սահմաններում էր դա սա կարմիր կլինի։ Սա կարմիր կլինի։ Կարմիր կարտ Մամբոին։ Տեսեք ինչպես է շրջվում խաղը, բայց հարված է հետևում, շարունակվում է փոխանցում ձախ, հարված և լավ է որ փոխանցում առաջ, տանգավոր կարող է ստացվել և Ֆիգերա բավականին սուր անկյունից Բերդայեսը հարվածեց, իսկ այստեղ փոխանցում առաջ կասնի Ֆիգերա, ոչ, անկյունային կլինի Թանի Շուարեֆի հետ խաղաց, ստացավ պատասխան փոխանցումը, չափազանց վտանգավոր է, փակել է պետք և փրկում է Ֆիգերան։ Սակցի գլխարում մարդիչը 3 դադար
Օգտագործեց Կոստակե մեկը պումով Ֆերերա լավ փոխացում է Կոստակե Սնձախ գրո շարունակվում է Պավլովիչ Բարձից փոխանցում Ֆերերա հարված Կարող կանգնած մնաց սառեց եւ դեպի եթե պասի ուղղությամբ գնար պասին լիներ Բրավո Ֆիգերա Ուդարցիա Լուկեն Բիլա Որից նա միայնակ շարժվում է առաջ իսկ այստեղ Ֆիգերա թիմեր են բայց Նոան կարող է եւ պետք է փորձի հաղթանակ կորզել դեպի Տուգանային հրապարակ է գալիս գնդակը հեռացված է Պավլովիչ Ֆերերա Յակոլիշ Ֆերերա տարավ գնդակը բայց վերջին պահին Կրոնիգը Կաբաջալման Սով Սանգարեն նորցեց օգտել վտանգավոր է եւ բարձր ստացի Մրուտանի Նեկլին Գոակե Փոխանցում եւ